այսպես հա Հայաստանում ընդդիմադիրները կամ բանտվում են կամ սպանում այս անընդհատ պատկվում է այս օրերին։ Թարաքյալի համայնքապետի ողբերգական սպանությունը խնդրեմ ինչ է տեղի ունենում, վախի մթնոլորտ արդյոք ստեղծում է թե ոչ, եւ երեք էլ դե շվիանցում սպասվեն առաջիկայում ընտրություններ, որ ամբողջի մեջ տամ այս համայնքների հետ կապված, երեք է տեսակ ազգային ժողովում, որ ինչպես հարձակվեց Վարդան Ղուկասյան անձի դեմ։ Խնդրեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ Հայաստանում, երբ իշխանությունը արդեն տարիներ շարունակ ասում է, որ Հայաստանը դա ժողովրդավարության բաստիոնն է, վերջին բաստիոնն է, որ Հայաստանում ընտրությունները, այսպես ասենք, չեն կեղծվում, Հայաստանում ընդդիմադիրներն կարող են հաղթել ընտրություններում, Հայաստանում, եթե պրակտիկ առումով խոսենք, Հայաստանում առանձնապես պետք էլ չի ընտրություններ կեղծել, որովհետև կապ չունի թե ով է հաղթում, կապ ունի թե դրանից հետո իշխանությունը այդ հաղթողի հետ ոնց է վարվում։ Այսինքն Մամիկոն Ասլանյանի գործը հիշում եք, այսինքն մարդը հաղթել էր ընտրություններում, տարան, եթե չեմ սխալվում, մոտ 2.5 տարի կամ ավել, ես հիմա չեմ հիշում, ուղղակի տարան նստացրեցին։ Այսինքն այն մյուսը հաղթում է ընտրություններում, ասենք բան է արվում, այսպես չեղարկվում է կամ անասնագողություն է լինում իր ֆրակցիայից, այս բանը ասեմ, եւ ասենք հաղթողը պարտվող է դառնում։ Դե ինչպես են գողանում ձայները, դա էլ է հասկանալի որոշակի ճնշումներով, շանտաժով, տերորով եւ այլը։ Հիմա դրան ավելացել է նաեւ, այսպես ասենք, մարդուն հանգարց սպանում են, մարդուն, որը որ ջախջախիչ հաղթանակ էր տարել իր համայնքի ընտրություններում։ Ես հիմա չեմ ուզում իրավական գնահատական տամ այս վերջի դեպքին, Վալոդյա Գրիգորյանի, հա, բանը իրավական հարց չէ, այս քաղաքական գնահատական, քաղաքական տեսակետից միշտ լեգիտիմ իրավունք ունենք մեղադրել դրանում իշխանություններին, որովհետև առնվազը այն վարկածը, որը հիմա առաջ է քաշվում, դա վենդետայի վարկածն է, ընդ որում դա հերոսացվում է վենդետան, դա էլ հետա, այսինքն հերոսացնում է կամ բացատրվում է, որ դա ամեն ինչը բնական էր, ոչ մի քաղաքական բան չկա, հա, իդեպ հենց առաջի վարկածը, որը որ իր Facebook-յան հետ չեմ սխալվում, բանում գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը տվել էր, հենց դրա մասին էր, ես այդ ժամանակ ասացի կամ ինքը արդեն գիտի ու բանը դրդապատճառը առաջի րոպեներին, երբ հարցրեցին լրագրողները, ասացի կամ ինքը արդեն գիտի դրդապատճառները, այսինքն քննչականը իրեն արդեն քննիչները իրեն զեկուցել են, կամ ինքը, այսպես ասենք, ուղղորդում է, որպեսզի այդ ուղղությամբ տանեն։ Հիմա եթե այստեղ հարց է առաջանում, չէ՞, իսկապես, եթե դուք տոտալ գաղտնալսում եք բոլորին, դա մենք տեսել ենք, դա մենք լսել ենք այդ գաղտնալսումները։ Այլ հարց է մոնտաժված է, չմոնտաժված է, ինչ աստիճան է մոնտաժված, դա էլ է փաստ, չէ՞ որ մոնտաժված էր ամեն դեպքում։ Հա, բայց դուք ըստ էության ցույց եք տալիս, որ տոտալ գաղտնալսում եք։ Այդ դեպքում դուք գիտեք, որ այդ համայնքում կա բավականին լուրջ լարված իրավիճակ, լուրջ խնդիրներ եւ այսպես կոչված կենցաղային հողի վրա եւ դա համեմվում է նաեւ որոշակի քաղաքական, հա, բանի հետ, այսինքն այնտեղ սիմբիոզը, sense հիբրիդ է, այսօրվա մոդայի խոսքով ասեմ, հիբրիդային իրավիճակ է։ Այդ դեպքում, այսինքն ինչի՞ չեք գաղտնալսում պոտենցիալ կրակողին, այսպես ասեմ, եթե ամեն ինչ բան։ Այսինքն այստեղ լեգիտիմ իրավունք կա կասկածելու, որ իշխանությունը այստեղ լավագույն մեղմ ասած անգործության էր մատնված կամ ցանկություն չուներ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, եթե օրինակ այդ համայնքապետը, սպանված համայնքապետը լիներ իշխանության ներկայացուցիչ եւ նմանատիպ իրավիճակ լիներ, այսինքն վտանգավոր իրավիճակ լիներ, իշխանությունը արդյոք նույնչափ անտարբեր կլիներ նրա անվտանգության հանդեպ։ Ես կարծում եմ, ես իմ կարծիքն եմ ասում, կարծում եմ ոչ։ Այդ իսկ պատճառով հիմա երբ մենք խոսում ենք ներքին իրավիճակի մասին, նորից եմ ասում, Հայաստանում կապ չունի ով է հաղթում, ով է պարտվում։ Կարևոր է ընտրություններից հետո իշխանությունը այդ հաղթողի նկատմամբ ինչ վարքագիծ է դրսևորում, նստեցնում է, անվտանգությունը թողում է, բաց թողի վիճակում է թողում, ասենք բան է, սկսում է իր այդ հաղթողի ավականու որևէ անդամի
ճնշման միջոցով իր կողմ քաշել եւ այլն։ Այդ պատճառով եթե այդ պարագայում պետք չի որևէ ընտրակեղծիքներով զբաղվել, որովհետեւ արդյունքը ըստ էության որևէ նշանակություն չունի։ Բայց մենք տեսնում ենք, որ այս մասով շատ են այդ քննարկումները, թե ինչքանով է ներգրաված այս ամենում ԿՊ-ն, վստահ դուք եք հետևում նախկին համայնքապետի Մհեր Ախտոյանի հետ կապված այս ամեն ինչը, սա ազդակ է մյուս համայնքների եւ սա ստեղծում է պատմություն։ Գիտեք, ես կարծում եմ իհարկե ֆոնային առումով դա որոշակի անհանգստություն դեռևս իրենց պաշտոններում գտնվող համայնքապետերի համար, ընդդիմադիր համայնքապետերի համար կամ ոչ իշխանական համայնքապետերի համար կարող է թողել ֆոնային առումով բնականաբար իրենք անհանգստանալու լրիվ բոլոր առիթները ունեն, դա կարող է լինել նաև ազդակ, դա նաև ազդակ է եւ նախընտրական այս արդեն շրջանում, որում մենք հիմա ապրում ենք, ցանկացած նման ազդակ, ցանկացած նման նյուանս, նման ակնարկ ինքը բնականաբար առանձնակի նյարդային մթնոլորտ է, նյարդ է մտցնում խաղի մեջ, առանձնակի նյարդ, որը որ կարող է նաև պրովոկացիա լինել, որովհետև գիտեք, ամեն դեպք առանձնահատուկ է, այսպես ասենք, այստեղ ասենք իրոք կարող է լինել նաև վենդետայի հիմնական դրդապատճառը լինել վենդետան, նորից եմ ասում, ես իրավական գնահատական, քաղաքականի մասին ես արդեն ասացի։ Հիմա պարզ է, որ եթե երկրում համայնքապետեր են սպանվում, իշխանության բացթողի վիճակում, անիշխանության, ես ասեմ, իրավիճակում, պարզ է, որ որևէ ընդդիմադիր, առավելևս ընդդիմադիր համայնքապետ, որը որ պոտենցիալ վարչական ռեսուրսի տեր է տվյալ համայնքում, ինքը չի կարող, ես կարծում եմ, լրիվ իրեն հանգիստ զգալ եւ անվտանգ։ Իսկ երեք ազգային ժողովում, որ առանքային հարցակոս Վարդան Ղուկասյանի վրա, պատասխանը չուշացավ չնայած։ Դա էլ է նույն սերիայից, որովհետեւ Վարդան Ղուկասյանը դա մի մեծ համայնքի ղեկավար է, մարդ է, որը որ որոշակի հեղինակություն եւ ազդեցություն ունի Գյումրիում, դա ընտրության արդյունքներն էլ դա ցույց տվեցին, առհասարակ մեխանիզմներ ունի, այսպես ասեմ, ընտրողների վրա ազդելու բոլոր տիպի մեխանիզմներ, բնականաբար իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի մինչև ընտրությունները, հերթական կամ արտահերթ ընտրությունները իր ձեռը վերցնել նաև իշխանությունը հանրապետության երկրորդ քաղաքում։ Հիմա տեսնում ենք, որ ասենք հիմա ձերբակալել են Վարդան Ղուկասյանի որդուն, դա բնականաբար փորձում են ճնշում գործադրել, ճնշել այսօր քաղաքապետի վրա։ Հիմա այդ ճնշումը եւ ուղղակի կարող է լինել եւ կարող է, ասենք, այդ իր տղան, Վարդան Ղուկասյանի տղան, ըստ էության որպես զալոժնիկ, այսպես ասեմ, դիտարկվել այս բառով ասեմ, այսինքն դառնա փորձեն, այսպես ասենք, սակարկություններ անել, ասենք նույն Վարդան Ղուկասյանի հետ։ Ես կարծում եմ չի ստացվել, դրանով է պայմանավորված երեկվա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հարձակումը փաստացի Վարդան Ղուկասյանի վրա, ավելին ասեմ, այդտեղ կար նաև ուղղակիորեն քաղաքական պատվեր, կարծում եմ իրավական համակարգին, որպեսզի զբաղվեն նաև քաղաքապետով, բայց քանի որ Վարդան Ղուկասյանը բավականին փորձված արդեն գործիչ է, փորձված մարդ է, բոլոր առումներով, այսինքն եղել է եւ իշխանության մեջ, եւ իշխանությունից դուրս, եւ տարբեր, այսպես ասենք, հարաբերությունների մեջ է եղել, տարբեր մակարդակի հարաբերությունների մեջ է եղել որոշում ընդունողների հետ, ինքը ես կարծում եմ իր համար դա բնականon ռեժիմ է հիմա, այդ պատճառով ինքը ես նայեցի նաեւ իր պատասխանը, պատասխանը նույնպես բավականին կոշտ էր, բայց միևնույն ժամանակ կարծում եմ հանգիստ պատասխան էր, մի քիչ վստահ պատասխան էր։
այդ եմ ասում, իր համար այս վիճակը, то есть, այսինքն երբ որ ասենք գնում ես քաղաքապետի ընտրություններ ընդդիմադիր դիրքերից, դու միշտ հաշվի ես նստում, թե ինչ կարող է լինել հետագայում, որովհետև նախադեպեր շատ են եղել։ Ես հիմա հիշեցի Վանաձորի դեպքը, ուրիշ դեպքեր է կարող ենք հիշել, այսինքն մարդիկ շատ ուրիշի փորձնել են հաշվի առնում, որ իրենց վրա նման ճնշումներ լինելու են։ Չեմ կարծում, որ դա ընդհանրապես որևէ մեկի համար շատ մեծ անակնկալ է, թե իշխանությունը այսօր ինչպես է վերաբերվում Գյումրիի այսօրվա քաղաքապետին։